Ուրեմն միսը թանկանալու հետ կապված մենք քաղաքացիներին ասում ենք, մենք ձեր թոշակները բարձրացնում ենք։ Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղին։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր բացվել է շուրջ 280 նոր աշխատատեղ, աշխատավարձերը մինչև 75-80%-ով ավելացել են եւ գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29%, այսինքն աշխատող մարդիկ ապրում են 50%-ով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևոր հոսքերի 580% աճը։ Եվ այլն, թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես է եղել, որ 2018 թվականից 54,000 շուրջ ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։